Ողջունում ձեզ սիրելի ընկերներ, այսօր ցանկանում եմ խոսենք դեռ վաղ առավոտյան տեղի ունեցած դեպքի մասին։ Երբ ակնհայտորեն ոչ ադեկվատ վիճակում գտնվող ոստիկանը խփեց լրագրողին։ Ես չեմ կարող ասել հստակորեն, այդ երևի պետք է ոստիկանությունը պարզի հոգեմետ նյութերի արդյունքեր նրա այդպիսի բուռն պահվածքը, թե պարզապես ինչ-որ հոգեբանական խնդիրների արդյունքեր, բայց ոստիկանը ակնհայտորեն գտնվում էր ոչ ադեկվատ վիճակում։ Այսինքն ոստիկանը ըստիս պետք է լինի սառնասիրտ, պրոֆեսիոնալ, իր գործն իմացող, այլ ոչ թե պես ղժղժա ճղճղա, մի հատ էլ աղջկան հարվածի ու այդ թեման էլ քննարկվեց, ինչ կապ ունի աղջկայի հարվածել եւ այլն, բայց ոնց որ քանի որ ես հայ տղա եմ, ինձ համար մեծ կապ ունի, որովհետեւ մի բան է որ լավ տղամարդու հարվածես, մի ուրիշ բան է որ քեզանից 10 անգամ փոքր մարմնով աղջկան հարվածես, ոնց կարելի է, էլի։ Քիչ առաջ նաեւ տեսա որ ոստիկանը արդեն ազատվել է ծառայությունից, ինչը պետք է ասել որ գովելի է, ուղղակի այնպես չի լինի, որ ասենք մի երկու շաբաթից նորից ընդունվի աշխատանքի կամ ուրիշ տեղ տեղափոխվի աշխատանքի, քանի որ այդպիսիքի տեղը համակարգում չէ, պետք է ոստիկանությունը որպես կառույց, հենց մյուս ոստիկաններն ոնց շարքերում շատ կան։ Առաքինի մարդիկ ովքեր թույլ չեն տանում պահված, նրանք էլ պետք է հասկանան, որ այս պահվածքը, այս խայտառակ պահվածքը իրենց վրա էլ է տարածելու, այսինքն այնպես չի որ մենք նայելու ենք ու ասենք որ հա կոնկրետ այս ոստիկանը, հասարակություն նայելու նրան որ բոլոր ոստիկաններն են այդպեսին, այնպես որ հենց համակարգի ներսում պետք է դատապարտվի շատ խիստ, հենց իրենք իրենցով էլ պետք է իրենց վերաբերմունքը ցույց տան, որ անթույլատրելի պահվածք է ցուցաբերել իրենց գոլեգան, քանի որ իրենց անվանն էլ է էլի վնասում։ Հա, դա այդպես։ Ուրեմն ճիշտ ասած տեսա որոշակի գրառումներ, որոշակի այսպես ռուսանցեն վազմուշենյաններ ուրեմն նախկին ճամբարներից որ ոյ ոնց կարելի է էս ինչ պահվածք է ոստիկան եւ այլն ուզում եմ ասել որ ժողովուրդը ոստիկանը հաստատ 3 չի ընդունվել աշխատանքի շատ վաղուց է աշխատում ու ընդհանուր առմամբ այդ համակարգի հիմքը դուք եք դրել պարոնայք այնպես որ մի բողոքեք հիմա եթե այդ համակարգը սկսել է ձեր դեմ աշխատել գոնե մի փոքր ամաչեք էլի որովհետեւ ժողովրդի հիշողությունը շատ թարմ է, մարտի 1 է եղել, մենք տեսել ենք թե ինչպես էին սևազգեստ մայրերին ոտու ձեռարած այսպես կոպիտ քաշքշելով Բաղրամյան 26-ի արչևից հեռացնում, դեռ ոչ շատ վաղ անցյալում էլի, մի 10 տարի առաջ կլիներ ու հենց այդ նույն խմբերը այսօր վայ ոստիկան այսպես ոստիկան նոր բան չէ, ես չեմ սիրում այդ երեսպաշտությունը, եկեք ազնիվ լինենք, էլի գոնե մի փոքր ազնիվ եղեք, համակարգը որ դուք եք ստեղծել, դուք եք հիմնադրել ու Նիկոլ Փաշինյանը չի փոխել։ Հիմա վերցել հեծնել այդ համակարգ ու նույն կանոններով, նույն ձևով աշխատում է, այնպես որ միամիտ էլ կլինի այլ բան ակնկալելը ու ոնց որ ձեր կողմից էլ երեսպաշտություն է, եթե անկեղծ այս թեմայով այդպես բողոքել է այդ ընդդիմադիրներին ծեծելու հարցը առաջ բերելը, որովհետև ընդդիմադիրներին դուք էլ եք ծեծում, դուք շատ խիստ այսպես դաժանաբար ծեծում եք, այնպես որ վերջ տվեք դրան լուրջ եմ ասում շատ տգեղ է բոլորին ովքեր կդիտեն այս եթերը ես խորհուրդ կտայի 2026 թվականին դեռևս 2026 եմ ասում ֆորս մաժորներից ոչ ոք ապահովագրված չէ բայց թե հասնենք 2026 թվական ողջ առողջ առանց որևէ պատահարների ու ընտրությունների միջոցով հարցը լուծվի կամ լուծվելու լինի դժվար է հիմա ասել կեղծիքների կգնան իշխանությունները չեն գնա ամենայն հավանականությամբ կգնան բայց դա չի ականը հիմա ասածս այն է որ պետք է աջակցեն ընտրությունների ժամանակ նոր առողջ ուժերի որոնք անկասկած լինելու են այսինքն այս անգամ անկասկած չի լինելու ընտրությունը վատի վատ թարագույնի միջև այսինքն չի լինելու ներկաներ նախկիններ այսպես արհեստական դրած ընտրություն վատի ու ավելի վատի միջև այլ լինելու է նաև լավ ընտրություն, ես համոզված եմ ոչ միայն մեկ լավ ընտրություն, մի քանի լավ ընտրություն լինելու է, որոնց մեջ դուք ազատ եք լինելու ընտրություն կատարել, հենց այս բանը ես տեսնում եմ այսպես նոր ուժեր են ձևավորվում, հներն են վերադասավորվում, հներ ասած նախկինների նկատի չունեմ, ուղղակի նախկինում արդեն գոյություն ցած ուժեր չեն կարողացել իրենց ճիշտ դրսևորել, ճիշտ ներկայացնել իրենց ծրագիրը, բայց համենայն դեպս այդ վերադասավորումները կան, նորերի ստեղծում կա ու 26 թվին այլ իրավիճակ է լինելու, այնպես որ պատրաստվեք,
աջակցեք այդ նոր ուժերին, գոտը պնդեք նրանց, պես ասած, դուխ տվեք, բայց Նիկոլի դուխից չէ իհարկե։ Արդեն շատ շուտով կտեղադրեմ նոր նյութեր, ես վերջերս ճիշտ ասած զբաղված էի մի փոքր, միաժամանակ բազմաթիվ բաներով եմ զբաղված, դե աշխատանք ունեմ, աշխատում եմ, սովորում եմ, դասավանդում եմ, բայց սովորում եմ ու դասավանդում եմ ոչ թե նորաձևը թիթիզ կրթությունից, այլ իրական կրթությունից, հա ու մնացած այլ զբաղմունքներ էլ կան կողքից շատ, այնպես որ երբեմն ժամանակս օբյեկտիվորեն չի հերիքացնում նյութեր տեղադրելուն, որովհետև մենակ եմ աշխատում, ինքս նկարում եմ, ինքս սցենարներն եմ գրում, ինքս մոնտաժ եմ անում, ամեն ինչ միայնակ եմ անում, որովհետև ի սկզբանե իմացել եմ, հիմա էլ գիտեմ ու հավատում, որ դա ավելի ճիշտ է, այդ անկախությունը պահելը ճիշտ է, քանի որ իհարկե առաջարկներ կան, հնարավորություն կա ինչ-որ մեկի տակ մտնելու, այսպես ասած, ու պես հանգիստ ապրելու, կողքից տենց փողել աշխատելու ինչ-ու ոչ, բայց այդ դեպքում ես կկորցնեմ իմ անկախությունը, կսկսեմ երգել ուրիշի երգը, կսկսեմ ուրիշների դուդուկի տակ ապրել, ինչը ինձ համար անընդունելի է ու իմ գործունեությամբ, իմ ապրելակերպով, իմ հետագծով եմ դա ապացուցում, զուտ նրա համար եմ ասում, որ բացատրեմ, թե ինչու երկար ժամանակ է չկամ, շատ պասիվ եմ, կակտիվացնեմ, երբ որ ես անձնական հարցերը, աշխատանքային հարցերը կլուծեմ, արդեն նոր թափով կմիանամ ու ավելի հաճախ կլինեմ ձեզ հետ։ Շնորհակալ եմ։ Հաջողություն։